Սիրելի աշակերտներ, նախորդ դասարաններում մենք ծանոթացել ենք խաղի փուլերի հետ՝ սկզբնախաղ, միջնախաղ և վերջնախաղ։ Այսօր ավելի մանրամասն կխոսանք սկզբնախաղի մասին։ Հիշենք, որ այս դեպքում մենք գրավում ենք ի սկզբանե կենտրոնը, դա անում ենք զինվորով, ապա թեթև ֆիգուրներով, ինչպիսիք են ձին և փիղը։ Հետագայում մենք մտածում ենք նաև արքայի անվտանգության մասին։ Հիմնականում մենք դա անում ենք փոխատեղումով։ Տեսեք, փոխատեղումից հետո արքան հուսալիորեն պաշտպանված է իր զինվորներով, կարծես թե աղյուսե պատի ներքո։ Եվ միայն արքայի անվտանգությունից հետո արդեն կարելի էր մտածել զարգացնել ծանր ֆիգուրները, նավակները և թագուհին։ Այսպիսով մենք կատարեցինք 4 գործողություն. առաջինը զինվորով կենտրոնը, երկրորդը զարգացրեցինք թեթև ֆիգուրները նույնպես դեպի կենտրոն, երրորդը արքայի անվտանգություն և չորրորդը մտածում ենք ծանր ֆիգուրները զարգացնելու մասին։ Կարող ենք պատկերել նաև սխեմատիկորեն, սկզբնախաղ, շախմատային լեզվով այն անվանում են դեբյուտ։ Այսպես է կարդացվում դեբյուտ, նշանակում է խաղի սկիզբ։ Եվ առաջինը մենք գործ ունեինք կենտրոնի հետ, հարկավոր էր գրավել կենտրոնը զինվորներով։ Նորից հիշենք։ Ինչու զինվորներով։ Ահա և կենտրոնը։ Տեսեք, զինվորով կենտրոնը գրավելուն պես մենք բացում ենք մեր մյուս ֆիգուրների ճանապարհները, որոնք այլապես չեն կարող դուրս գալ պայքարի։ Նույնը սևերի պարագայում։ Կենտրոնական զինվորով և բացեցին ֆիգուրների ճանապարհը։ Նույնը D4 քայլով, տեսեք, նորից հայտնվեցինք կենտրոնում և բացեցինք ֆիգուրների ճանապարհը, այժմ նրանք կարող են շնչել։ Սևերը նույնպես։ Հաջորդը մենք պետք է զարգացնենք թեթև ֆիգուրները, ինչպիսիք են ձին և փիղը, ինչպես սպիտակները, այդպես էլ սևերը։ Խնդրեմ, զինվորների կենտրոն գրավելուց հետո տեսեք ձին և փիղը, և մենք պատրաստ ենք, զարգացրեցինք թեթև ֆիգուրները և պատրաստ ենք անցնել փոխատեղման։ Փոխատեղումը կլինի մեր հաջորդ քայլը, որով մենք ապահովում ենք արքայի անվտանգությունը։ Եվ միայն այս ամենից հետո կարելի է մտածել զարգացնել ծանր խաղաքարերը։ Այսպիսով մենք նույնպես ունեցանք 4 քայլ. զինվորը զարգացնել, թեթև ֆիգուրները, արքայի անվտանգությունը և ծանր ֆիգուրները։ Այստեղ հարկավոր է ավելացնել, երբ մենք զարգացնում ենք ձիերը և փղերը, պետք է այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարեն։ Սույն տրամադրում մենք տեսնում ենք կենտրոնը և տեսնում ենք, որ սևերի ձին հեռու է կենտրոնից, տեսեք, նրա հարվածները չեն հասնում կենտրոնին։ Իր հերթին դևեց դաշտի փիղը փակել է զինվորի ճանապարհը, որն էլ իր հերթին փակել է C8 դաշտի փղի ճանապարհը։ Այստեղ ստեղծվել է խցանում, տեսեք, որքան ճնշված իրավիճակում են հայտնվել սևերը։ Հիմա ինչ վերաբերվում է փոխատեղման, հարկավոր է ընտրել ապահով կողմ։ Այս օրինակում ո՞ր կողմը կատարել փոխատեղում՝ կարճ, թե երկար։ Տեսեք, կարճ փոխատեղման դեպքում, ինչպես մենք տեսնում ենք, զինվորների ամուր պատնեշը պաշտպանում է արքային։ Մինչդեռ երկար փոխատեղման ժամանակ այստեղ պատնեշը մասնատված է։ Տեսեք, կարճ փոխատեղման դեպքում, խնդրեմ, այս բաց գծերի ներքո թագուհին կարող է հայտնվել և հայտարարել շահ, մրցակիցը։ Շահ և ևս մեկ քայլից հետո մատ։ Ուրեմն հարկավոր է լինել զգոն և ընտրել արքայի համար ապահով փոխատեղման վայրը։ Սպիտակների համար դա կարճ փոխատեղումն էր։ Սևերի համար կարճը կլինի սխալ։ Նորից, քանի որ սև արքան կհայտնվի կիսաբաց ուղղաձիգի ներքո, այստեղ բազմաթիվ սպառնալիքներ կարող են գալ։ Բացի այդ, մենք պետք է զգույշ լինենք մրցակցի ֆիգուրների համագործակցությանը։ Փիղը և թագուհին այստեղ միացյալ ուժերով կարող են մեկ քայլից հայտարարել մատ։ Այս առումով սևերի համար անվտանգ է երկար փոխատեղումը։ Այստեղ տեսեք, ամուր պատնեշով ծածկված են, ֆիգուրները մոտ են, նաև ձին է հսկում մոտակայքը և այլն։ Շատ հաջող պատկերված է մեր դասագրքերում, տեսեք, սև արքայի պարիսպը թույլ է և սպիտակ խաղաքարերը կարողանում են նրան գրոհել, մինչդեռ սպիտակ արքայի այս տիրույթները բավականին ամուր են։ Ուրեմն մենք պետք է ընտրենք, որ կողմը կատարել փոխատեղում։
Այս պատկերին մենք կարող ենք ավելացնել ևս մեկը և գրել temp։ Ինչ է նշանակում temp։ Սա նշանակում է խաղալ տեմպով և չկորցնել ժամանակ։ Օրինակ, ենթադրենք մենք խաղում ենք, խնդրեմ, դեպի կենտրոն, զարգացրեցինք ձիերը, որպես թեթև ֆիգուրներ, և այստեղ մենք ևս մեկ քայլ կատարում ենք նույն ձիով, մոռանալով, որ մենք ունենք ևս երկու թեթև ֆիգուր, որոնք դեռևս չեն խաղացել։ Հիմա այս փղերը մեզանից նեղացել են։ Եվ սա ճիշտ քայլ չէ, օրինակ, եթե սևերը գրոհ են մեր ձիուն, ձին ստիպված պետք է վերադառնա։ Ստացվեց այնպես, որ ձին կատարեց 1, 2 և ապա վերադարձավ 3 քայլ, որ ընդամենը հայտնվի F3 դաշտում, 1-ի փոխարեն։ Տեսեք, սպիտակները կորցրեցին 2 քայլ։ Շախմատային լեզվով սպիտակները կորցրեցին temp, այսինքն ժամանակ։ Եվս մեկ անգամ դիտենք հիշողության քարտեզը և հիշենք, որ խաղում ենք տեմպով, նույն խաղաքարով աշխատում ենք մի քանի քայլ չանել, քանի որ բոլոր խաղաքարերն են ուզում խաղալ։ Եթե նայենք մեր դասագրքային օրինակում, մենք կտեսնենք, որ օրինակ ձին կատարել է 2 քայլ, մինչդեռ սև փիղը ընդհանրապես չի խաղացել։ Նույնը սևերը խաղացել են նաև զինվորներով բազմաթիվ քայլեր են կատարել, բայց նավակները չեն հասցրել զարգանալ, չէ՞ որ նրանք էլ են ուզում խաղալ և մասնակցել պայքարին։ Ժամանակն է անցնել տնային առաջադրանքների։ Տրամագիր 1-ում մեզ խնդրում են կանաչ գույնով ներկել կենտրոնը, ահա և այն։ Ներկեցինք։ Հիմա հարց երկրորդ։ Այստեղ հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի քառակուսի բառին։ Քանի քառակուսի կա կենտրոնում։ Նախորդ տեսանյութում ես պարզապես նշել էի դաշտերի քանակը, որոնք 4-ն են։ 4։ Բայց դա ճիշտ չէր, քանի որ մեզ խնդրում են գտնել քառակուսի, տեսեք, սա ուշադրության տեստ է։ Որքանով ենք մենք ուշադիր մանրունքներին։ Իսկ քառակուսիները հիմա հաշվենք։ Նախ առաջինը այս մեծ ամբողջ քառակուսին, կենտրոնի քառակուսին, սա 1։ Երկրորդը մենք ունենք 4 դաշտեր, D4, D5, E4 և E5 դաշտերը։ Փաստորեն քառակուսիները նորից 5-ն են կենտրոնում, մեծ քառակուսին, որ մենք նշեցինք կանաչ գույնով, և ևս 4 դաշտ։ Այսպիսով քառակուսիների քանակը 5-ն են, և ոչ թե 4-ը, ինչպես նշվել էր նախորդ տեսանյութում։ Շնորհակալություն հայտնենք մեր հետևորդին, որ նրբորեն նկատեց այդ սխալը և օգնեց մեզ դուրս գալ ճիշտ պատասխանի։ Հիմա գրանցենք կենտրոնը գրավելու մեկական քայլ։ Ինչպես տեսնում ենք, կենտրոնը կարելի է գրավել E ուղղաձիգի զինվորներով, իսկ գուցե նաև D ուղղաձիգի զինվորներով։ Եկեք գրենք այս երկրորդ տարբերակը։ Ուրեմն սպիտակների կողմից D2, D4 և սևերի կողմից D7, D5։ Տրամագիր 2-ում մեզ խնդրում են գրել 3 քայլ, որպեսզի զարգացնենք թեթև ֆիգուրները։ Խնդրեմ, զինվորները գրավել են կենտրոնը, ժամանակն է դա կատարել թեթև ֆիգուրներով։ Օրինակ, ձի B1-ը C3 և ինչպես տեսնում եք, ձին գրոհեց կենտրոնական դաշտերը։ Կարելի է նաև ձի G1-ը F3։ Նույնպես մենք գրոհեցինք կենտրոնական դաշտերը, բայց սա տեմպային քայլ է, տեսեք, մենք նաև հարձակվեցինք մրցակցի զինվորի վրա։ Եվ մենք սրանով ստիպում ենք, որպեսզի սևերն անցնեն պաշտպանության։ Ուրեմն գրենք ձի G1-ը F3, ահա այս քայլը։ Իսկ ինչպես կարող են սևերը պաշտպանել իրենց զինվորը, դուրս բերելով թեթև ֆիգուրները։ Կարելի է փողով պաշտպանել, բայց մենք ստեղծեցինք, տեսեք, խցանում։ Մենք քիչ առաջ դրա մասին խոսել էինք։ Եվ կարելի է պաշտպանել ձիով։ Ձի B8-ը C6։ Ահա այսպես պաշտպանեցինք։ Գրենք այս քայլը։ Քայլը սպիտակներինն է, կարելի է դուրս բերել մյուս թեթև ֆիգուրը, նույնը կարող են անել սևերը, խնդրեմ, կարող եք գրանցել այս քայլերը, մենք ստացանք դասական իտալական պարծիա։ Կարող ենք դուրս բերել մյուս ձիերը, ձի B1-ը C3, և նույնը կարող են անել սևերը, ձի G8-ը F6։ Եվ մենք ստացանք 4 ձիերի սկզբնախաղ, կամ ինչպես որոշ շախմատիստներ են ասում, 16 սմբակների պարծիա։
Եվ երրորդ քայլով հիշենք, որ մեր փղերը սպասում են մեր քայլերին և մենք կարող ենք նրանց հրավիրել օրինակ փիղ B5: Մենք գրոհեցինք այն ձին, որը պաշտպանում է զինվորին, և եթե տեղի ունենա փոխանակում, այս զինվորը մենք կարող ենք վերցնել ձիով: Սա ընդամենը տարբերակ է, որը ունի իր շարունակությունը: Կարող ենք գրանցել փիղ F1-ը B5 քայլը: Նույնը կարող են անել սևերը, փիղ C5 կամ փիղ B4, փիղ F8-ը B4: Խնդրեմ, ստացանք սիմետրիկ խաղ, սակայն այսպիսի խաղեր տեղի են ունենում, օրինակ աշխարհի երրորդ չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան նմանատիպ խաղ ունեցել է: Շարունակում ենք դաս 6 տրամագիր 1, այստեղ հարկավոր է պատասխանել սպիտակներով որ թևում կատարել փոխատեղում, կարճ թևում թե երկար: Տեսեք, կարճ թևում զինվորների շղթան մասնատված է, ջարդված է այստեղ, և եթե մենք կարճ փոխատեղում կատարենք, արքան մնաց կիսաբաց ուղղաձիգի ներքո, այստեղից սպառնալիքներ կարող են գալ: Բացի այդ, մենք տեսնում ենք մրցակցի ֆիգուրների համագործակցությամբ սևերը կարող են հայտարարել շախ և մատ: Այդ առումով փոխատեղում կատարենք երկար կողմը, որտեղ սպիտակները պաշտպանված են: Տեսեք, զինվորային շղթան, թագուհին է իր արքայի տիրույթներում պաշտպանում, ձին և այլն: Ուրեմն գրում ենք երկար փոխատեղման քայլը 3-0, 0-0-0, երկար փոխատեղումը: Ինչու էր 3-0, քանի որ նավակը անցնում էր 3 վանդակ, այդ նավակի ճանապարհն է նշված, 3-0: Եվ երկրորդ հարցով ինչպես կպատասխանեին սևերը, եթե սպիտակները կատարեին այլ փոխատեղում: Մենք քիչ առաջ դա նշեցինք, թագուհի D6-ը կվերցներ H2 և մատ: Հիմա գրենք սևերի քայլը, գրում ենք քայլ համար 1, քանի որ սա սևերի քայլն է, դնում ենք բազմակետ, ցույց տալով, որ սպիտակների քայլը մենք չենք նշում, և ապա մեր նշված քայլը, թագուհի D6-ը վերցնում է x-ով H2 և դնում ենք մատի նշանը, մատ: Եվ տրամագիր 2-ում խնդրում են նշել այն խաղաքարերը, որոնք զարգացած չեն, դեռևս չեն զարգացել: Նշենք, օրինակ թագուհին իր սկզբնական դիրքում է և սպիտակների և սևերի, նավակներն են իրենց սկզբնական դիրքում, նույնիսկ կարելի է նշել F ուղղաձիգի նավակները: Թվում է, թե նրանք այո կատարել են քայլ, բայց դա տեղի է ունեցել փոխատեղման ընթացքում, ինչպես մենք տեսնում ենք: Իրականում փոխատեղումը համարվում է արքայի քայլ: Այո, նավակը մասնակցում է այդ քայլին, բայց պարզապես աջակցում է արքային: Ուրեմն այս առումով նավակները F ուղղաձիգի կարելի է նշել, որ նույնպես չեն զարգացել: Հիմա ինչպես զարգացնենք: Գրանցենք քայլերը: Իրականում նավակներին հարկավոր է միացնել միմյանց, որպեսզի նրանք լինեն ուժեղ: Օրինակ թագուհի C2 քայլով, խնդրեմ, նավակները միացան, թագուհին ակտիվ դիրք է զբաղեցնում, բայց այստեղ մեր ձին հարվածի տակ է: Հիմա եթե սև փիղը փոխանակի իրեն ձիու հետ, փոխանակման արդյունքում, տեսեք, մեր արքան հայտնվեց, նրա ճակատը բացվեց, հայտնվեց կիսաբաց ուղղաձիգի ներքո, այստեղից սպառնալիքներ կարող են գալ: Քանի որ մինչ այդ թագուհին պաշտպանում էր ձիուն, մենք կարող ենք նավակներին միացնել միմյանց, խաղալով օրինակ թագուհի E2: Տեսեք, նավակները նույնպես միացան, և թագուհին շարունակում է պաշտպանել ձիուն: Հիմա եթե փղով հարվածեն, մենք կվերցնենք թագուհով: Ուրեմն գրենք առաջին քայլը, թագուհի D1-ը E2: Նույնը կարող են անել սևերը, միացնել նավակներն միմյանց և զարգացնել թագուհին: Օրինակ թագուհի C7-ը կլինի շատ հաջող քայլ, քանի որ նա արդեն թիրախավորում է մրցակցի արքայի տիրույթները: Թագուհի D8-ը C7, ահա այս քայլը: Եվ ինչպես տեսնում ենք, նավակները միացան: Հաջորդը, մենք կարող ենք զարգացնել օրինակ F1-ի նավակը: Տեսեք, եթե մենք գանք նավակ E1, նավակ F1-ը E1, E ուղղաձիգը համարվում է փակ ուղղաձիգ: Ինչու՞: Քանի որ այստեղ կան և սպիտակների և սևերի զինվորներ, այս ուղղաձիգը համարվում է փակ: Նավակը սիրում է բաց և կիսաբաց ուղղաձիգեր:
Եթե մենք քայլենք դեմ 1 դաշտ, ապա D ուղղաձիգը տեսնում ենք կիսաբաց է, այստեղ միայն մեկ կողմից զինվոր է։ Ուրեմն երկրորդ քայլով գրենք նավակ F1-ը D1, ահա այս քայլը։ Նույնը կարող են անել սևերը որպես հակակշիռ, քանի որ D1 նավակը արդեն ճնշում է D ուղղաձիգով, նորից նավակը հայտնվեց կիսաբաց ուղղաձիգում, ինչու կիսաբաց, այստեղ միայն մեկ կողմից զինվոր է, և ստեղծեց հակակշիռ, ուրեմն նավակ F8-ը D8։ Եվ ժամանակն է վերջին խաղաքարերը, նավակ A1-ը C1, ոչ թե B1, որովհետև B ուղղաձիգը համարվում է փակ, այստեղ երկու կողմի զինվորներ կան, այլ երևի թե C1, որովհետև C ուղղաձիգը համարվում է կիսաբաց, այստեղ միայն մեկ զինվոր կա, ուրեմն ուղղաձիգերը զինվորներով են որոշվում, բաց են թե փակ։ Գրեցինք նավակ A1-ը C1, ահա այս քայլը, երրորդ քայլով, նույնը կարող են անել սևերը, նույնպես զբաղեցնելով կիսաբաց ուղղաձիգ։ Նավակ A8-ը C8, սա տարբերակներից մեկն էր, գուցե դուք գրեք ձեր տարբերակը։ Այսքանը շնորհակալություն և ցտեսություն եթերում։